գեներատորը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն Գերագույն հոգևոր խորհրդի անդամների փոփոխություններ եղել, սակայն չի նշվել, թե քանի անդամի եւ ովքեր են փոփոխությունները, այս փոփոխությունները ում են վերաբերում։ Օրինակ Նյուզայմի տեղեկություններով խոսքը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Արոյանի, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի մասին է։ Մեր տեղեկությունները կխնդրեմ հաստատել կամ հերքել եւ արդյոք այս 3 եպիսկոպոսներից բացի այլ անձանց եւս փոփոխություն եղել է թե ոչ։ Այդտեղ նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, որովհետև այնտեղ որոշակի սխալներ կան։ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը եւ Վազգեն Սրբազանը։ Իսկ նրանց ովքեր են փոխարինելու։ Փորձեմ անունները ճիշտ հիշել, փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի Սրբազանը, Կիրակոս Սրբազանը։ Պարզապես ուզում եմ նշել, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, հոգևորական անդամները ընտրվում են կամ նշանակվում են կապված աշխարհագրական դիրքից, աշխարհամասից եւ նաեւ տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, այսինքն ընտրվում են այն թեմի առաջնորդները, որոնք ըստ կարեւորության թեմերի առաջնորդները, եթե նախկինում Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր եւ այդ կարգավիճակով ինքը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էր եւ հիմա Կիրակոս Սրբազանը իրեն փոխարինեց, ինքնաբերաբար իրավունքի ուժով հաջորդ թեմի առաջնորդը Գերագույն հոգևոր խորհրդում նախկին առաջնորդի տեղն է զբաղեցնում, ինչպես դա եղավ Ֆրանսիայի հայոց թեմի պարագային, Ամերիկայի արևելյան եւ արևմտյան հայոց թեմերի պարագային եւ բոլոր նման դեպքերում։ Եսայի Վազգեն Միրզախանյանը ոչ միայն միացել է այս եկեղեցու դեմ պայքարին, այլև տևական ժամանակ է լքել է իր հոգևոր թեմը եւ Հայաստանում է։ Արդյոք այս ամենը նաեւ հիմք չէ, որ հոգևորականը, ով թողել է իր թեմը եւ եկել է Հայաստան, սա էլ գումարած, այսպես ասած, նրան կարգալուծություն հարց բարձրացվի։ Վեհափար Հայրապետի գիտությամբ են լքել իր թեմը եւ տևական ժամանակ գտնվում է Հայաստանում։ Վազգեն Սրբազանի պարագային ես մանրամասնին տեղյակ չեմ, որքան որ մենք տեղեկացանք, կա արգելք երկրից դուրս գալու, իսկ ավելին հիմնավորումներին եւ հիմքերին ես ծանոթ չեմ։ Հարցը քննության եւ ուշադրության կենտրոնում է եւ ըստ այդմ արձագանք կլինի եւ նաեւ ծանոթություն կլինի այդ մասին։ Եսայի Տեր Վրթանեսի մասին որևէ նոր տեղեկատվության տիրապետում եք ինչ։ Այս պահին Տեր Վրթանեսը բժիշկների հսկողության տակ է, վիճակը կայուն է, գիտակցությունը տեղը, պարզապես հիմա այդ 72 այդ ժամվա այդ ճգնաժամային վիճակն է, որ պիտի անցնի, աղոթենք եւ հույս ունենք, որ բարեհաջող այդ ճգնաժամային այդ քրիտիկական վիճակը կանցնի եւ կկազդուրվի։ Եսայի արցախցիները Վեհափար Հայրապետին նամակ խնդրագիր էին ուղարկել, որ նա ընդառաջ գնա իրենց կոչին եւ Արցախի թեմի առաջնորդին փոխի։ Վեհափարը ստացել է արդյոք այդ նամակ եւ ինչ դիրքորոշում ունի այս հարցում։ Վեհափարը այդպիսի նամակ չի ստացել։ Վեհափարը տեղյակ է այդ ամենին ընդհանուր, այսպես լրատվամիջոցներից, հրապարակումներից, որտեղ դա բաց նամակ է եւ տեսեք, նման դեպքերում հոգեվորականների, սրբազանների պարագայի, նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով ընթացքում եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք, բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ, եկեղեցու ներքին խաղաղությունը եւ միասնականությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի եւ մեզ իմաստություն պարգևի։